Կանխազգալով վտանգը։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմատեխնիկայի գրեթե բոլոր տեսակները։ Քարոզիա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովրդի միակ պաշտպանն ու դաշնակիցը հայկական բանակն է։ Նման հարձակում, ավելի թեժ հարձակում թուրքը ռեսուրսներ ունի ու կանի։ Ես երևի 2 թե 3 ամիս առաջ հաղորդում գրեցի թուրքերի հարձակման, հնարավոր հարձակման մասին։ Ինձ մեղադրում էին Պանիկյորսկի, ես իմ ինչ բաների մեջ, իրականում պանիկայի խնդիր չէր, զուտ վերլուծական էի փորձում բացատրել, որ թուրքը ունի 3 հարձակվելու հնարավորություն Լեռնային Ղարաբաղի վրա։ Այդ 3-ից 2-ը փաստորեն իրականացավ։ Մեջտեղինը ինչի չարեցին աղդամի ուղղություններով, այտենց համեմատաբար լայնածավալ գործողություններ, դա իրանց գենշտաբը կիմանա։ Երևի վախեցան, որ այնտեղ մենք ավելի լավ ենք պատրաստված։ Բայց այդ 2 ուղղությունը կանխատեսելի էր, որովհետև գոյություն ունի բնություն, ռելիեֆ ու այդ ամեն ինչը ցանկացած երեխան կարա հասկանա, որ դա հնարավոր ուղղություն է, ոնց որ շինությունա ունի 2 պատուան, մի դուռ, այդ 2 պատուանից իրանք օգտվեցին ներս մտնելուց։ Լայնամասշտաբ հարձակում Ադրբեջանի իրանց համար ձեռնտու չէ։ Самое главное у них слабость – это их армия, личный состав. Это многонациональный личный состав, где есть люди, которые к нам немножко дружески относятся, чем к своим правителям. Կար գործողություններ, որ մենք չկարողացանք հասկանալ, բայց դա կարող է կապ ունենալ։ Լեզգինների շարժման առաջնորդը սպանվեց, դանակահարվեց։ Սրանից անմիջապես այս գործողություններից առաջ։ Դրանից առաջ մի էլի լուրջ գործիչ էր, անունը չեմ ուզում տամ, ինքը նեղություն էր տալի թուրքերին, միասնության է իրանց ու իրան չեզոքացրեցին, իրանց թիկունքի ամրացումն է, երբ որ իրանք ձերբակալություններ են անում ավելի լայնամասշտաբ, դիսիդենտներին բաց են թողում, իսկ ձերբակալում են ազգային ակտիվիստներին կամ ոչնչացնում են, դանակահարում են, կյանք են խլում։ Կարճ ասած թուրքը երևի все-таки նախապատրաստվում էր։ Ինքը չէր ուզում, որ սենց լայնածավալ լիներ, որտեղ ուզելը նշանակում է մոտիկացներ զորքեր, զրա մեքենաների, ասենք շարասյունները կգային, այնտեղ կշարվեին, որպեսզի արագ հարձակվեին ու օգտվեին արտապստրելի արդյունքից, դա տեղի չունեցավ։ Ու հենց дրա պատճառով էլ, ասենք, մենք չնկատեցինք։ Большое шоу, которое устроил Алиев, да, это, мне кажется, предел того, что он мог. А широкомасштабное наступление, если они примут, то они сидят на пороховой бочке, они тут же взорвутся. Все то, что у нас есть военная мощь, направлена на то, чтобы ударить по самым слабым местам в звене, которые имеются в Азербайджане. Թուրքերը իմ կարծիքով պատրաստ չէին այսպես թեժանալուն։ Դա են շատ փոքրիկ տոկոսներից մեկն էր, երբ որ մի փոքրիկ գործողությունից կամ օպերացիայից կամ փոխհրաձգությունից կարա թեժանա, երբ որ կողքին է խառնվում օգնելու նպատակով, դե կողքին է մյուս կողքինին է օգնում ու տենց ծավալվում է, որտեղ թուրքերը մասսայական իրենց зорքերը չէին մոտիկացրել առաջ։ Նման մոտիկացում արդեն մեր աչքից չէր վրի։ То, что мы сейчас из этой войны выйдем с честью, потому что я не хочу сказать, что вот это все, так, героически, это все, это действительно героически, но вот те потери наших солдат и наших личных составов не дают права нам хвастаться. Но мы должны, это жертва, которая не по нашей вине, это по вине вот агрессии, которую они хотели провести, мы поняли одно, и все поняли, понимаете, что наша армия, как любая армия, имеет свои недостатки. Эти недостатки должны рассматривать сами армейцы, кто там служит, имеет право министр обороны, все такое. Мы должны посмотреть те плюсовые стороны, которые позволили мы сегодня на этих рубежах достичь
так скажем, того, что азербайджанцы не ожидали. Они те цели, которые поставили, я один раз говорил, что они достигли, узнали где, что, и в то же время и узнали нашего солдата, нашего офицера узнали, наш личный состав нашей армии узнали, который с честью выполнил свой воинский долг. Եթե ենթադրենք, որ տեղյակ էինք, այդ դեպքում մենք շատ վատ դրատակից դուրս եկանք, եթե տեղյակ էինք։ Եթե տեղյակ չէինք, մարխոշ։ Թուրքը առաջխաղացում չունեցավ, իմաստը այս ամեն ինչի չեմ հասկանում, ասենք, երևի մենակ ռազմետկա բոհեմի իմաստն էր, որովհետև ինքը կարողացավ մեր բոլոր կրակակետերը տեսնի, որոնք աշխատում են, ինքը բացահայտեց Ղարաբաղի Հանրապետության մոբիլիզացիոն հնարավորությունները, երբ որ աշխարհազորը կամ զապասը կանչվեց դիրքեր, ուրեմն թուրքը կարողացավ հասկանալ ընդհանուր Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի, ասենք, պահվածքը, կամավորականության ռեսուրսները, բացահայտելու համար Աբառոնայի հնարավորությունները դու կարաս շատ ավելի մեծ զոհերի հետաս, քան ասենք թուրքը հիմա ենթադրենք իրոք չեն խափում կամ չեն սխալվում, տենց ասեմ, 2000 թուրքը զոհատավ է։ Իրանց համար 2000-ն ինչ է, կետան մի քիչ ավել կսարքեն էլ։ Ծնելիությունը բարձր է, մարդկանց թիվը լավ բարձր է, ասենք մանավանդ Ղարաբաղի հետ համեմատ։ Տեխնիկա էր, որ գմփած, որը որ իր երևի մի տոկոսը չի կազմում։ Ինքը զորախաղերի վաղտ, Ուչենյանների վաղտ կարող ավելի շատ տեխնիկա փչացնի։ Իսկ իրանց այդ Երևանի բարբարով ասած փուստ կրակելը, դա կարա լինի զուտ անփորձության հետևանք։ Հրթիռը որ չի պայթել, կարող է հենց թուրքը այդ ձևել նախատեսել էր, որ հրթիռը գա ու չտրակի, որ ինքը ցույց տա, որ ինքը պատրաստ է նաև դրանով խփել։ Աննախադեպ էր ինչը, ոնց որ թե իսրայելական անօտաչու հարվածային շտուրմավոր беспилотник октагорцвец. Следим за новшеством и знаем вот сильные и слабые стороны этих беспилотников. То есть наша одна из рекомендаций, чтобы защититься от беспилотников отражающими средствами, вот допустим, вот есть вот такая, который вот материал такой, который мы под этот кладем под пол, да, и она недорогое, 300 и 200 грамм стоит метр, 2 метра вот такого, и сумеет солдата, допустим, или технику от беспилотника, да, защититься, да. Աննախադեպ հեռահար համեմատաբար կամ միջին դիստանցիաներ ծածկող այդ հրթիռի Հայաստանի տարածք ընկնելը։ Հայաստանի վրա երբեք դա չի խփել, ես որ Հայաստան ասում եմ, Հայաստանի անբաժանելի մասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է եւ Հայաստանի Հանրապետություն։ Տոսն է աննախադեպ, որովհետեւ այդ Ծերմաբարիշսկի զարյադով խփող չիբուրաշկիկը այն վաղ Անդրկովկազում չկային, կամ եթե կային, ոչ մեր ձեռնգան, ոչ թուրքերի։ Իսկ հիմա իր ժամանակակից տարբերակը 2010 թվականին մեր դաշնակից Ռուսաստանը վաճառեց մատչելի գներով, այդ աննախադեպ էր։ Ռուսաստանը մեզ խոստացավ ինչ որ տեղ 20 անգամ ավելի քիչ զենք, որը որ կարար ինչ որ տեղ թուրքերին ասեր խելոք մնացեք։ Շոուն մենակ չեն սարքում, էլի շոուն մի հատ կոլեկտիվ ա եղնում, որ ինչա այնտեղ իմ կարծիքով այդ շոու գլխավոր դիրիժորը Թուրքիան էր, ու այդ շոու մեջ ուզում էին մի քիչ քաշեին Ռուսաստանին, ինչ այդ շոու դրա համար ստեղ ավելի շատ ոնց որ թե թուրքա-ռուսական խնդիրներ կային։ Այդ մի կողմից, երկրորդ կողմից այնտեղ ավելի ասես մտածես Ռուսաստանի դեմ այնքան են հիմի այդ գործողությունները հասկացնում, սկսած մենք գիտենք Ուկրաինայից, մենք գիտենք Պրիկարպատսկի ռեսպուբլիկա այնտեղ ինչ է կատարվում հիմի, մենք հիմի նայում ենք ինչ է կատարվում, ասենք Средней Азии, что творится, да. Ну и, естественно, это слабое звено. И здесь мы видим, что американцы сейчас вооружают Турцию. Այսօր Ռուսաստանի կառավարությունը չի հասկանում, որ բիզնեսի եւ պետական շահերը դրանք շատ տարբեր են։ Էրդողանից սովորեք։ Ինքը իր պետական շահերից ելնելով միլիարդներից կդրվեց, ռուսական տուրիստկաներից կդրվեց, փողը և կյանքը, իսկ պետական շահերը դա կյանքն է։
կենթանի մնալ, չվերանալ, չկրծնել, չքանդվել, դրանք տարբեր բաներ են շատ հաճախ լինում։ Փողը ընդհանրապես այդ քո կայունությանը նպաստող բան է, բայց շատ ավելի նպաստող կարող լինի մի ուրիշ։ Наша армянская проблема. Как мы сейчас, имея вот такое сейчас единение общества, вот эту энергию, которую мы имеем, как мы друг другу должны помочь, чтобы весь мир понял, кто такое армяне. Наша сейчас главная проблема, у нас ограниченные ресурсы, человеческие, людские ресурсы у нас ограничены. Чтобы увеличить боеспособность, вот чтобы не такое количество сейчас мы посылали бы в Карабах, провели бы тех героических наших добровольцев, они там и Егропа, и Дашнаксен вот сейчас пришли, да, у нас афганцы, хороший отряд, ну, если, ну, в общем-то, все эти люди периодически должны пройти подготовку. Մենք պիտի հասկանանք, որ այս համակարգը արագ արձագանքող համակարգ չի։ Ես նկատում եմ բանակաշինությունը հայկական կառուցված է 19-րդ դարի ռուսական բանակի մոդելի վրա։ Երբ որ Ռուսաստան կայսրությունը, ուրեմն Չեխիալ հայտարարեց ճորտատիրությունը, ինքը մտցրեց բանակ մի ուրիշ ձև, որը որ այդ ձևը մենք հիմա կրկնօրինակել ենք։ Այդ ստրուկտուրայի մեջ ոչ հաշվի առնվում նոր զենքերը, նոր, ասենք, տեխնիկական միջոցները կամ կապի միջոցները, իսկ թուրքը մեր հետ աշխատեց ժամանակակից զենքերով։ Կարճ ասած, թուրքը այսօր, եթե բանակաշինության մեջ մեզանից առաջ չի ընկել դեռ, ինքը այդ ճանապարհին է, ու եթե մենք շարունակենք նման ձևով, օրերից մի օր կգա դիսբալանս կառաջանա։ Քանի դեռ, ասենք, թուրքը ծեծված է ու հիմա էլ է ծեծված, ինչ ուզում են թող իրանք խոսան, ճիշտ է, մեր վնասները չափազանց շատ են մեր համար, երկու զինվորն է շատ, ուր մնաց մի քանի տասնյակ։ Ես կարծում եմ, որ մենք պիտի մտածենք շվեյցարա-իսրայելական զինվորական սիստեմայի մասին։ Ինչի համար եմ այդ երկուսը շեշտում, որովհետև շվեյցարական մոդելը, հոյակապ մոդելը, դա այն մոդելն է, որ իրենց թույլ է տալի Եվրոպայի սրտում գտնվելով, որտեղ բազմաթիվ պատերազմներ են եղել, ինքը ուրեմն Նապոլեոնի պատերազմից հետո, այդ Նապոլեոնի արշավներից եւ Սուվորովի արշավներից հետո օտար զինվոր իր տարածքում չի տեսել։ Սրանից մոտ 70-80 տարի առաջ անգամ գերմանական հսկայական ռազմական մեքենան պատրաստվում էր մտնել Շվեյցարիա, բայց չմտավ, որտեղ հասկացա, որ այս կառույցը, որը որ շվեյցարացին կառուցել է, դա մենը 14,000-անոց բանակ էր Շվեյցարիայում, գերմանական մի քանի միլիոնի դեմ, բայց այդ 14-ը 2-ից 4 ժամվա մեջ գերացվում էր 800,000-անոց դիրքերում գտնված բանակի։ Իսկ մեր մոտ ռուսական սիստեմն է, մենք դրա հնարավորությունը չունենք, մենք այդ սկիֆական տակտիկայով, սկյութական, որ հակառակորդին քո տարածքը 10-10-10, հետո ասենք ջախջախես, մենք չենք կարող այդպես բան մեզ թույլ տանք, մենք շատ փոքր տարածք ունենք, իսկ ինչի նաև իսրայելական, որտեղ իսրայելական բանակի աշինության փորձը ցույց է տալի, որ համկանայք պիտի ծառայեն, ու ծառայեն ոչ թե հիմնական բանակում, այլ ռեզերվային բանակում։ Дай Бог, все пусть имеют ту профессию, которую они хотят выбирать. Но еще вторая профессия должна быть, это защитник Родины. Вторая профессия у всех должна быть, понимаете? Вот мы к чему должны стремиться. Не обязательно взять автомат и идти вперед. Это у вас тоже автомат, и у другого другой автомат. Один перевязочный материал, это один другой, один на связи. То есть мы должны все, вот сегодняшнее, вот это единодушие нашей нации показало, что мы готовы к этому. А нам, те, которые кое-что знают, надо им передать опыт. Наша задача восхищаться и передавать. Ցանկացած ծրագրավորող, ցանկացած ուսուցիչ, ինժեներ, չգիտեմ, պատշար, գաճ քսող, իրենք ցանկացածը զինվորական գործ, երբ որ գիտեն, ու տարվա մեջ 2 անգամ 15 օրով զբորերի են գալի, որտեղ շնչելու ժամանակ չունեն, այլ ոնց որ հիմա այս երիտասարդներին շամպուրն են գցում, մենակ չենք ծեծում։ Անընդհատ վազք, պարապունք, քարերով, առանց քար, ժայռամագլցում, այդտենց 15 օր ցանկացած մարդ երբ որ անցնի, ինքը ընտիր զինվոր կլինի։ Լավ, գնացիր, բայց եթե դու 25 տարի կամ 20 տարի զենքը ձեռդ չես բռնել, քեզանից ինչ օգուտ։ Ճիշտ է խոսանք էլ։ Քեզանից միայն օգուտ է նա լինելու, որ փորձառու զինվորի վրա կարող է չկրակեն այդ բանը, քո վրա կրակեն։
Հա, դա օգուտ է ինչ որտեղ, շատ մեծ չէ, բայց օգուտ է։ Բայց չէ որ ավելի մեծ բաների անդունակ ցանկացած մեր քաղաքացին։ Вторая задача сейчас помочь добровольцам приобрести и помочь им, да, экипировкой. То есть его научить и дать в руки то, что ему необходимо на поле боя. Минимальную экипировку добровольцев, минимальную экипировку. Здесь мы и добровольцы, и командира. И здесь еще средства, которые будут разведку специально, вот Вовина группа будет, которая, да. И это самое. Здесь мы собрали то, что, допустим, необходимо, и изобретение наше, вот в чем заключается спирт, и это прополис. И это хардмека, мы рекомендуем им рекомендуем брать лески, вот и лески брать. То есть леска, гранату ставится, растяжкой ставится, да. Ножик, вот компас, да, карта, пользоваться картой, плащ-палатка. Мы вот рекомендуем, если плащ-палатки нету, или что, вот такими мешочками им рекомендуем. Это уже средства для разведчиков, или прибор ночного видения, да. Ну, в общем, подготовка для разведчиков. Показываем, обучаем, показываем, и как можно им пользоваться. Все то, что подзабыто вот нашими, которые могли, мы их восстанавливаем. Այդ պատրաստ գնալու համար նաև պետք է նախապատրաստվեն։ Հոգեպես պատրաստ լինելը նշանակում է հերոսաբար գցվել տանկի տակ։ Իսկ մենք այդքան մարդ չունենք։ Տանկի տակ մինապատած շունը թող գցվի։ Եթե անգամ կայծ քարով հրացան ունենայինք, բայց իրեն մարտունակ վիճակում պահեինք ու մարդ ունենայինք, որ այդ կայծ քարից կարողանում ակրակել, մենք այդքան մեր սարսափելի վիճակում չենք։ Կապ չունի 80 թվի զենքա թե ինչը։ Հա, հասկացանք, որ մենք հարուստ չենք քիչմը Թուրքից, բայց այն եղած զենքին նորմալ տիրապետելու համար մենք պիտի նորմալ ժամանակակից զինվորական ուժ ունենանք։ Լեռնային տարածքում դիվիզիոնի սիստեման չի աշխատում։ Դա նշանակում է այն 19-րդ դարի Նապոլեոնի արշավանքների ժամանակ ձևավորված բանակաշինությունը մի փոքր հետամնաց է ժամանակակից ոչ տրանսպորտի միջոցներին է համապատասխանում, ոչ կապի միջոցներին, ոչ էլ զենքի տեսակներին, ժամանակակից բանակ է պետք կառուցել եւ արագ արձագանքման զորքեր։ Մեզ ռեզերվային բանակ է պետք այն մարդկանցից, ովքեր որ մշտական նոր զենքերին տիրապետում են, մշտական իրենց զենքը, եթե տանը չի շատ մոտիկ տեղում է գտնվում, իսկ սահմանամերձ գյուղերում զենքը տանն է գտնվում։ Սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է զենքը ձեռքում լինի, որտեղ եթե զենքը իր ձեռը չի, պատերազմական իրավիճակ ստեղծվելուց, ինքը դաշտում աշխատելուց գոնե գնա դիրքապահներին օգնության, ինքը վազում է ոչ թե տուն անգամ, ինքը վազում է ինչ-որ տեղից զենք ստանալու։ Միջև վերադառնա այդ երեխեքը մենակ են մնալու այդքան, ու երեխեք ո՞րն է զինվորները։ Сейчас оправдываться и сказать, кто-то виноват, что-то виноват, в этом вопросе я себе тоже виню. Почему? Потому что, может быть, мое стремление, равнодушие к тому, что, ну, кто занимается, кто не занимается, мы должны стоять рядом с армией, Душсав наш должен рядом с армией, и готовить наше население к обороне. Մի կերպ եմ կարողացել ինձ զսպեմ չգնամ։ Շատ մեծ դժվարությամբ այն մարդկանց, ովքեր որ պատրաստ են իմ հրամանը կատարելուն, իրենց մեծ մասը պահեցի։ Բայց մի քանի հոգի ստիպված եղա թույլ տան, որ իրենք գնան կամավորական ջոկատներով։ Բայց մնացած տղաները, իրենք հիմա կողքս մարզում են մեր երիտասարդներին, որոնց ուրեմն հիմա 150 հոգի են։ Այդ 150 հոգուց երևի 10-ն են ծառայել բանակում, 10-ից մեկն է նորմալ զինվոր եղել։ Այդ 150-ին մենք փորձում ենք դարձնենք մարտունակ ու նոր կռվի դաշտ, ասենք որ գնան։ То есть здесь и моя доля вины тоже есть, поэтому я сейчас эту долю вины как-то хочу исправить перед ребятами, чтобы не было стыдно мне, да, и чтобы эти ребята, которые пошли героически, и сейчас у нас как, вот сейчас одна группа пошла, вторая группа сейчас готовится, вот Артур Амаратский, да, Артур Амаратский.
Сейчас у него там 40 человек. Сейчас 40 человек он снова повезет на 20 дней. И 40 человек еще повезет. И вот эти замены мы уже лучше подготовим. Вторую замену мы еще лучше. То есть временные показатели сейчас у нас программа на короткий срок и на полноценный. Будет у нас время, мы больше дадим знаний. Какие у нас солдаты на первой линии? Какие солдаты? А у нас солдаты замечательные. Родители, которые поехали на первую линию, приезжают, фотографии приносят, рассказывают. Они восхищаются своими детьми. Это уже заслуга нашей боевой подготовки, которая проводится в нашей армии, что у нас такие солдаты. А теперь наша слабость. Вот сегодня, если говорить, боевая подготовка ваша и наша. Наша гражданская боевая подготовка. Наша сейчас, главная сейчас задача подготовить, изучить военную науку, стать всем грамотными защитниками.